Ջիմ Քերի մարդ, ով ավելին է, քան պարզապես դերասան, իր ճանապարհը սկսում է աղքատության մեջ, մորն ուրախացնելու իր տաղանդը վերածում պրոֆեսիոնալ հումորիստի, ապա դառնում հումորի արքան։ Ինքն իր երազանքի $10 միլիոն չեկն է ստորագրում, որը հետագայում դառնում է իրականություն, ապա որոշում է նկարահանվել դրամատիկ եւ խորը փիլիսոփայական դերերում, ընկերուհու մահվանից հետո տառապում դեպրեսիայից եւ հաղթահարում այն։ Նա շարունակում է կիսվել իր մտքերով, իր կյանքի պատմություններով ու փորձում օգտակար լինել մարդկանց։ Եվ ժամանակ առ ժամանակ Ջիմը դուրս է գալիս համակարգի դեմ ու բարձրաձայնում այնպիսի թեմաներ, որոնք մինչ այսօր հարցեր են առաջացնում։ Այժմ նրա երկրպագուներն ու սկեպտիկները քննարկում են մի հարց, որն ավելի է դրամատիզացնում Քերիի պատմությունը։ Նրա անվան շուրջնորաղմուկ է բարձրանում, երբ Քերին մասնակցում է ֆրանսիական Սեյզար մրցանակաբաշխությանը, որից հետո սկսվում են խոսակցություններ, որ դա Ջիմ Քերին չէր, այլ նրա կլոնը։ Այս թեորիայի շրջանակներում մենք անդրադառնալու ենք հենց այս հարցերին, ապա փորձելու ենք պարզել, թե ինչ է կատարվում եւ ուր է կորել Ջիմ Քերին։ Ջեյմս Հյուջին Քերին ծնվում է 1962-ին Կանադայում։ Դեռ մանուկ հասակից սկսում է անգիտակցաբար զբաղվել հումորով։ Հարցազրույցներից մեկում նշում է, որ նա գլորվում էր տան աստիճաններից, երբ իրենց տուն հյուրեր էին գալիս։ Նրանք վախենում էին եւ հարցնում, ինչ պատահեց։ Իսկ նա պատասխանում էր, որ չգիտի։ Եկեք դիտենք կրկնությունը եւ կրկին բարձրանում ու գլորվում, որպեսզի զվարճացնի նրանց։ Այս ամենը դարձավ նրա առաջին բեմական փորձերը։ Մայրը, Քեթլին Քերին, տառապում էր ծանր դեպրեսիայից։ Սա խորապես ազդել էր ընտանիքի մթնոլորտի վրա, եւ հենց այդ պատճառով Ջիմը մանկության տարիներին փորձում էր նրան ուրախացնել իր կատակներով, դեմքից վարճալի արտահայտություններով։ Այդ տարիներին հումորը նրա համար ոչ թե զվարճանք էր, այլ մոր տառապանքը թեթևացնելու միջոց։ Ջիմը հաճախ է հիշում հորը, Պերսի Քերիին։ Նա ասում է, որ հայրն ուներ հումորիստի, մարդկանց զվարճացնելու իրական տաղանդ, ինչն էլ հիմք էր դարձել իր հումորով զբաղվելուն եւ պրոֆեսիոնալ հումորիստի կարիերա զարգացնելուն։ Ջիմն ասում է, որ հայրն իրական տաղանդ էր, ով հանուն իր ընտանիքի զոհաբերել էր կարիերան։ Նա աշխատում էր հաշվապահ, որպեսզի հոգար ընտանիքի կարիքները։ Այդ տարիներին նրանք ապրում էին աղքատության մեջ։ Այդ իսկ պատճառով դեռահաս տարիքում Ջիմն աշխատում էր հավաքարար, գործարաններում եւ արտադրամասերում, որպեսզի թեթևացնի ընտանիքի բեռը։ Նա հիշում է, որ ընտանիքը որոշ ժամանակ ստիպված էր ապրել մեքենայի մեջ, քանի որ չունեին տուն։ Դպրոցական հասակում Ջիմին դասատուն ասում է. «Եթե ունես ցանկություն, կարող ես աղոթել Սուրբ Մարիամին ու նա քեզ կտա այն, ինչ որ ուզես»։ Նա այդպես էլ անում է։ Մի քանի օր անց, երբ դպրոցից գալիս է տուն, իմանում է, որ հաղթել է լոտոյով ու շահել իր երազած հեծանիվը։ Զարմանալին այն էր, որ նա երբեք չէր խաղացել լոտո, եւ հանկարծ պարզում է, որ դա արել էր ընկերներից մեկը ու հեծանիվը նվիրել Ջիմին։ Ջեյմսը դառնում է Ջիմ ու սկսում իր հումորիստի կարիերան։ Նա ուզում էր, որ հանդիսատեսն իրեն ընկալի ոչ թե Ջեյմս պաշտոնական ու հեռու, այլ որպես Ջիմ, անմիջական, ընկերական եւ զվարճալի։ 1980-ականներին նա սկսեց ելույթ ունենալ որպես ստենդափ արտիստ, իսկ մեծ ճանաչում ստացավ գունեղ կյանքում հեռուստաշոուում։ Դեռ երիտասարդ տարիներին նա հանդիպում է գուշակի, ով ասում է, որ Ջիմը մեծ հաջողությունների կհասնի։ Քերին հիշում է, որ գուշակը կանխատեսել է, նա դառնալու է համաշխարհային ճանաչում ունեցող մարդ։ Միևնույն ժամանակ զգուշացրել, որ փառքը նրան կզրկի ազատությունից։ Նա այլևս չի կարողանա պարզապես դուրս գալ փողոց եւ ապրել սովորական կյանքով։ Այս խոսքերը խորապես տպավորվել էին Ջիմի մեջ, եւ հետագայում նա հաճախ էր հիշում այդ կանխատեսումը, նշելով, որ փառքն իսկապես դարձել էր բանտ։ Ու այդպես էլ լինում է, 1990-ականներին նա դառնում է համաշխարհային աստղ, նկարահանվելով 3 համաշխարհային ճանաչում ունեցող՝ Էյս Վենտուրա, կենդանիների դետեկտիվը, Դիմակը, հիմարն ու ավելի հիմարը ֆիլմերում։ Էյս Վենտուրայի նկարահանման ժամանակ Քերին շատ իմպրովիզացիաներ էր անում։ Օրինակ այն հայտնի տեսարանը, որտեղ նա խոսում էր իր հետույքով, ամբողջովին նրա հորինածն էր։ Սցենարում նման բան չկար, սակայն ռեժիսորը թողեց, ապա այն դարձավ ֆիլմի ամենահիշվող պահերից։
Իր կերպարի արտաքին տեսքի մասին եւս ինքն էր հոգացել։ Նա առաջարկեց, որ Վենտուրայի մազերը սանրվեն այնպես, որ հիշեցնեն թութակի փետուրներ, իսկ հագուստը լինի թութակի նման, գունավոր։ Քերին ասում էր, որ Վենտուրան կենդանիների հետ կապ ունեցող մարդ է, եւ նրա կերպարը պետք է արտացոլի այդ կապը։ Քերին նաեւ մտածել էր իր կերպարի շարժումների ու խոսքի ձևի մասին։ Նա ուզում էր, որ կերպարը լինի մուլտֆիլմային, եւ նրա կերտած կերպարն այնքան վառն էր ու հիշվող, որ ֆիլմի հաջողության հիմք հանդիսացավ ու անմիջապես գրավեց մարդկանց ուշադրությունը։ Հենց Վենտուրայի շնորհիվ նա անցավ հեռուստատեսությունից դեպի մեծ կինո։ Դիմակը Ջիմ Քերիի կարիերայի ամենանշանակալի ֆիլմերից է, որը նրան վերջապես դարձրեց համաշխարհային աստղ։ Ֆիլմում Քերին խաղում է Սթենլի Իպկինսին, մի սովորական ամաչկոտ բանկի աշխատողի, որը պատահաբար գտնում է կախարդական դիմակ։ Երբ նա դնում է այն, վերածվում է խենդ, անսահման էներգիայով եւ մուլտֆիլմային շարժումներով կերպարի։ Նրա արտասովոր միմիկան այնքան ուժեղ էր, որ շատ տեսարաններում հատուկ էֆեկտների կարիք գրեթե չկար։ Ռեժիսորն ասում էր, որ Ջիմի դեմքը կենդանի մուլտֆիլմ է։ Հիմարն ու ավելի հիմարը պատմության մեջ կա մի շատ խորհրդանշական դրվագ Ջիմ Քերիի կյանքից։ Քերին դեռ մանկուց ուներ կոտրված ատամ, որը հետագայում ատամնաբույժը վերականգնել էր։ Ֆիլմի համար նա խնդրում է ատամնաբույժին, որպեսզի հեռացնի այդ շտկումը, որ կերպարն ավելի խեղճ ու կոմիկական տեսք ունենա։ Սա խորհրդանշում է նրա պատրաստակամությունը զոհաբերելու սեփական արտաքինն ու հարմարավետությունը հանուն արվեստի։ Հենց այս ֆիլմի համար նա ստացավ իր երազած $10 միլիոն հոնորարը։ 1985-ին, երբ դեռ անհայտ էր, Քերին ինքն իրեն գրեց մի չեք $10 միլիոն չափով, նշելով, որ դա ստանալու է իր կատարած դերասանական աշխատանքի համար։ Նա այդ չեկը պահում էր իր դրամապանակում տարիներ շարունակ, որպես երազանքի խորհրդանիշ։ Հիմարն ու ավելի հիմարը ֆիլմի համար ստացած հոնորարը դարձավ հենց այդ երազանքի իրականացման պահը։ Ֆիլմի նկարահանման ժամանակ Ջիմի հայրը Պերսի Քերին մահացավ։ Ջիմն իր $10 միլիոնի չեկը դրեց հոր դագաղի մեջ։ Նա ուզում էր ցույց տալ, որ իր երազանքն իրականություն է դարձել եւ այդ հաջողությունը նվիրում է հորը, ով միշտ հավատացել եւ աջակցել էր տղային։ Սա դարձավ նրա կյանքի ամենահուզիչ պահերից մեկը։ Հոր կորուստը համադրվեց կարիերայի մեծագույն հաղթանակի հետ։ Հիմարն ու ավելի հիմարը դարձավ մեծ կոմերցիոն հիթ։ Քերիի եւ Ջեֆ Դենիելի զույգը ստեղծեց կատակերգական դասական, որը մինչ այսօր համարվում է ժանրի լավագույններից։ Այսպիսով հիմարն ու ավելի հիմարը ոչ թե միայն Ջիմ Քերիի կարիերայի գագաթնակետերից էր, այլև նրա անձնական կյանքի ամենախորքային պահերից մեկը։ Հոր մահը եւ երազանքի իրականացման պահը հատվեցին մեկ կետում։ 1997-ին նկարահանվում է Սուտասան ֆիլմում եւ ամրապնդում իր դիրքը որպես հումորի արքա։ Ֆիլմում Քերին խաղում է Ֆլետչեր Ռիդին, հաջողակ, բայց անընդհատ ստող փաստաբանի։ Ֆլետչերի որդին ծննդյան օրը ցանկանում է, որ հայրը մեկ օր չկարողանա ստել։ Ցանկությունն իրականանում է, եւ Ֆլետչերը հայտնվում է անհավանական իրավիճակներում, որտեղ ստիպված է ճշմարտությունն ասել ամեն քայլում։ Ֆիլմում նա փայլուն կերպով դուրս է գալիս իր առջև դրված խնդրից՝ ծիծաղեցնել մարմնի պլաստիկայի միջոցով։ Նա այնքան բնական է կռվում ինքն իր հետ, որպեսի չստի, որ թվում է իրապես այդ ամենը կատարվում է։ Կամ այն տեսարանը, երբ նա զուգարանում ինքն իրեն ծեծում է, ամբողջովին նրա իմպրովիզացիան էր։ Չնայած ֆիլմը կատակերգական էր, այն ուներ խորքային թեմա՝ ընտանիքի արժեքը եւ ճշմարտության կարեւորությունը։ Ֆիլմից հետո Ջիմն արդեն պատրաստ էր անցնել ավելի խորաթափանց դերերի, ինչպիսին էր Թրումանի շոուն։ Սա Ջիմ Քերիի կարիերայի ամենախորքային եւ փիլիսոփայական ֆիլմերից է։ Այն ցույց տվեց, որ նա ոչ միայն կարող է ծիծաղեցնել, այլև ստիպել հանդիսատեսին մտածել կյանքի եւ ազատության մասին։ Քերին մարմնավորում է Թրուման բրբանկին, մի մարդու, որի ամբողջ կյանքը գաղտնիորեն հեռարձակվում է որպես հեռուստաշոու։ Նա ապրում է իդեալական քաղաքում, որտեղ բոլորը դերասաններ են, իսկ իր կյանքը վերահսկվում է ռեժիսոր Քրիստոֆի կողմից։ Թրումանը երկար ժամանակ չի գիտակցում, որ իր իրականությունը կեղծ է, ու գալիս է մի պահ, երբ նա պետք է ընտրություն կատարի՝ մնալ այդ կեղծ իրականությունում լինելով սիրված եւ հայտնի, թե թողնել այդ ամենը եւ գնալ բախտի հետևից։ Իդեպ ամեն դեպքում, եթե չտեսնվենք,
Բարի լույս, բարի երեկո եւ բարի գիշեր արտահայտությունը, որն արվում է ֆիլմի ամբողջ ընթացքում ու ընդգծվում ավարտի ժամանակ, հորինել էր հենց ինքը Քերին։ Այս ֆիլմը ժամանակի ընթացքում կարծես դառնա Ջիմի իրականության արտացոլումը։ Գալիս է մի ժամանակ, երբ նա իրական կյանքում կատարում է այդ ընտրությունը ու դուրս գալիս շոու բիզնեսից անցնում ընդհատակ։ Ֆիլմը բավական խորը եւ փիլիսոփայական հարցեր է բարձրացնում։ Արդյոք մենք իսկապես ազատ ենք, թե մեր կյանքը վերահսկվում է արտաքին ուժերի կողմից։ Թրումենն ապրում է կեղծ աշխարհում, բայց նրա զգացմունքներն ու ցանկություններն իրական են։ Սա ստիպում է մտածել ինչ է իրականությունը։ Ֆիլմը քննադատում է մեդիայի եւ համակարգի ուժը, որը կարող է ձևավորել մարդու կյանքը։ Դրանից հետո նա շարունակեց դրամատիկ ուղղությամբ ֆիլմերում նկարահանվել։ Թրումենին հաջորդեց Մարդը լուսնի վրան, որտեղ նա մարմնավորեց Էնդի Կաուֆմանին։ Էնդի Կաուֆմանը ամերիկյան կատակերգության ամենաանսովոր ու հակասական դեմքերից էր։ Կաուֆմանը չէր սիրում սովորական կատակներ, այլ ստեղծում էր բեմական իրավիճակներ, որոնք հաճախ շփոթեցնում էին հանդիսատեսին։ Նրա ծիծաղեցնելու ոճը հիմնված էր անսպասելիության վրա։ Նա բեմում լաց էր լինում, ապա վիճում հանդիսատեսի հետ, կտրուկ փոխելով կերպարը, եւ իր արտասովոր կերպարով դառնում է Ջիմ Քերիի ամենասիրելի հումորիստներից մեկը։ Երբ Քերին ստացավ Կաուֆմանի դերը Մարդը լուսնի վրա ֆիլմում, ամբողջովին մտավ կերպարի մեջ։ Նկարահանման ընթացքում Քերին այնքան էր նույնանում Կաուֆմանի հետ, որ նույնիսկ նկարահանող թիմը դժվարանում էր տարբերել դա դերասանի խաղն է, թե իրական Կաուֆմանի վարքը։ Նա սկսեց վարվել այնպես, ինչպես Կաուֆմանը։ Նկարահանման դադարների ժամանակ վիճում էր մարդկանց հետ, կատակում անսպասելի ձևերով։ Ֆիլմը դարձավ ոչ միայն կենսագրական, այլև հոգեբանական փորձ։ Քերին հետագայում խոստովանում է, որ այդ դերը փոխեց իր կյանքը։ Նա զգում էր, որ կորցրել է ինքն իրեն եւ մի քանի ամիս ապրել է որպես Էնդի։ Ջիմ Քերիի ամենախորքային եւ փիլիսոփայական ֆիլմերից է Հավերժ մտքի փնտրտուքը։ Այն բացահայտեց նրա դրամատիկ կողմը։ Ջիմն այստեղ խաղում է լուր, պարփակված կերպար, որը փորձում է մոռանալ սիրելիին։ Այդ պատճառով որոշում է մաքրել սեփական հիշողությունները, սակայն հիշողությունների ճնջման ընթացքում հասկանում է, որ իրականում չի ուզում կորցնել դրանք։ Այս ֆիլմերին հաջորդում են Բրյուս ամենակարողը, Զվարճանք Դիկի եւ Ջեյնիի հետ սոցիալական սատիրա, Թիվ 23-ը մութ թրիլեր, Այո ասող մարդը կատակերգություն կյանքի հանդեպ բաց լինելու մասին, ապա կրկին վերադառնում է 90-ականների հիթին ու նկարահանվում Հիմարն ու ավելի հիմարը 2-ում։ 2015-ին նրա ընկերուհի Կատրիոնա Ուայթը մահանում է ինքնասպանությամբ։ Այդ ողբերգությունից հետո նրա ընտանիքը, հատկապես Կատրիոնայի մայրը, հրապարակայնորեն մեղադրում են Քերիին, ասելով, որ նա է պատասխանատու աղջկա մահվան համար։ Քերին հերքում է մեղադրանքները եւ հայտարարում, որ ինքը միշտ սիրել ու աջակցել է Կատրիոնային։ Դատական գործընթացը երկար տևեց, բայց վերջնական արդյունքում Քերին արդարացվեց։ Դատարանը չգտավ բավարար ապացույցներ նրա մեղավորության մասին։ Դեպքը խորապես կոտրում է Ջիմին։ Նա հայտնվում է ծանր դեպրեսիայի մեջ։ Հետագայում հարցազրույցներից մեկում նշում է, որ depressed բառը կարելի է հասկանալ որպես deep rest, որը թարգմանաբար նշանակում է խորը հանգիստ։ Նա ասում է, որ այն հոգու պահանջն է, կանգ առնելու եւ վերաիմաստավորելու կյանքը։ Հարցազրույցներից մեկում նաև նշում է, որ դեպրեսիան մեր մարմնի արձագանքն է, որ մեր մարմինն այլևս չի ցանկանում խաղա ու լինի այն հերոսը, որին մենք ենք ստեղծել։ Փոխարենը նա ասում է վերջ, հանիր այդ դիմակը։ Այդ տարիներին Քերին սկսում է զբաղվել նկարչությամբ եւ փիլիսոփայական մտորումներով։ Դեպրեսիայի հաղթահարումից հետո նա սկսեց տարբեր ելույթներ ունենալ, որտեղ խոսում էր ինքնության, ազատության, կյանքի ընդունման մասին։ Նրա վերադարձը մեծ էկրան եղավ 2018-ից 2020 թվականին Կատակում եմ սերիալով, որտեղ նա խաղում էր մանկական հաղորդավարի, ով փորձում էր հաղթահարել անձնական կորուստները։ Սերիալը շատ մոտ էր նրա իրական կյանքի փորձառություններին։ Կատակում եմ սերիալը կարծես շարունակեր նրա փիլիսոփայական ուղին։ Այնտեղ նա խաղում էր մանկական հաղորդավարի, ով փորձում էր հաղթահարել անձնական կորուստները։ Սերիալը շատ մոտ էր նրա իրական կյանքի փորձառություններին, եւ հենց այդ ժամանակ նրա ելույթներն ավելի հայտնի դարձան։ Նա սկսեց ավելի հաճախ խոսել հանրային միջոցառումների ժամանակ, ընդգծելով, որ իրական խաղաղությունը գալիս է ընդունումից,
ոչ թե պայքարից։ Նա իր ելույթներից մեկում շատ գեղեցիկ միտք է արտահայտում։ Ասելով այն ինչ ձեռք եք բերում կյանքում ժամանակի հետ վերանում է, դառնում փոշի, եւ ձեզ միայն մնում է այն, ինչ կա ու եղել է ձեր սրտում։ Իր հայտնի Մահարիշի մենեջմենտ համալսարանի ելույթում նա պատմում է, թե ինչպես իր հայրը թողեց երաժշտական երազանքները եւ դարձավ հաշվապահ, քանի որ այն ավելի կայուն եւ ապահով աշխատանք էր համարում, բայց վերջում միևնույն է կորցրեց այդ չակերտավոր ասված ապահով աշխատանքը։ Ու այդ ամենից նա հետևություն անելով ասեց, որ ավելի լավ է ձախողվել այն բանում, ինչ սիրում ես, քան այն բանում, ինչից վախենում ես։ Նա ընդգծեց, որ իրական հաջողությունը գալիս է ոչ թե փառքից կամ փողից, այլ սիրուց եւ ուրիշներին մատուցած ծառայությունից։ Նա բեմ բարձացավ եւ ասաց, որ արվեստն իր համար դարձել է ինքնաբուժման միջոց։ Հետո ցույց տվեց իր նկարած կտավը, պայծառ գույներով, լի ազատության ու սիրո խորհրդանիշներով։ Ես ուզում էի նկարել այնինչ բառերով չեմ կարող ասել։ Երբեմն մեր հոգին այնքան ծանրաբեռնված է, որ միայն գույնը կարող է արտահայտել այն։ Նա բացատրեց, որ նկարը խորհրդանշում է սիրո ուժը, որը միշտ գերազանցում է վախին։ Նկարը նրա համար դարձավ ապացույց, որ մարդը կարող է ստեղծագործությամբ հաղթահարել ցավն ու այն վերածել արվեստի։ Այդ ելույթի իր խորաթափանց խոսքերից մեկն է. նկարի վրա կան խենթ հերոսներ, սակայն դրանք ավելի լավ է լինեն այնտեղ, քան մեր գլխում։ Վերջին տարիներին Ջիմ Քերին կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Սոնիկը հայտնի համակարգչային խաղի ֆիլմում նկարահանվելով չարագործի կերպարում եւ իհարկե Սեզար մրցանակաբաշխության ժամանակ 2026 թվականին Փարիզում Ջիմ Քերին ստանում է պատվավոր Սեզար մրցանակ միջազգային կինոյում ունեցած մեծ ներդրման համար։ Նա ելույթ ունեցավ ամբողջովին ֆրանսերենով, հիշեց իր ընտանիքը եւ հոր, դահլիճը նրան ողջունեց կանգնած ծափահարություններով։ Սա դարձավ նրա կարիերայի խորհրդանշական գագաթնակետը ոչ միայն որպես դերասան, այլև որպես մտածող ու արվեստագետ։ Նրա երկար բացակայությունից եւ փոխված արտաքինից հետո որոշ սկեպտիկներ սկսեցին տարածել խոսակցություններ, որ Ջիմ Քերին կլոնավորվել է։ Իսկ այդ խոսակցությունների հիմք դարձան ոչ միայն նրա արտաքին ակնհայտ փոփոխությունները, մազերի ձև, ունքերի գույն, դեմքի միմիկաներ, աչքերի գույնի փոփոխություն, սկեպտիկներն անգամ պնդում էին, որ ձայնն է փոխվել եւ լինելով ձախլիկ աջ ձեռքով է ստորագրել։ Սակայն այդ կասկածները չէին լինի, եթե մինչ այդ Ջիմը չբարձրաձայներ այնպիսի մտքեր, որոնք ապշեցնում ու հարցեր էին առաջացնում իր երկրպագուների եւ առհասարակ մարդկանց մոտ։ Լրագրողի հարցին պատասխանելով ես մեռած եմ, ասելով այդ արտահայտությունն ավելի է խորացնում կասկածները։ Դա սկեպտիկների համար դառնում է իրական հուշում, որ Ջիմն այլևս մեր հետ չէ, իսկ ինչ էր նա խոսում, որն այդքան տարօրինակ էր մարդկանց համար։ Նա ամերիկյան Ջիմի Քիմելի շոուի ժամանակ բեմ բարձացավ եւ կատակային ձևով մատնանշեց գաղտնի նշաններ ու ժեստեր, որոնք կապված են իլյումինատների հետ։ Սա լայնորեն տարածվեց համացանցում եւ դարձավ նրա ամենակննարկվող հեռուստատեսային պահերից մեկը։ Նաեւ իր հարցազրույցներից մեկում նշում է, որ իլյումինատները շոու բիզնեսն օգտագործում են նրա համար, որ մարդկանց շեղեն իրականությունից եւ նրանք չիմանան այն, ինչ իրականում կատարվում է աշխարհում։ Իսկ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում նա հայտարարեց. «Ես գոյություն չունեմ, մենք գոյություն չունենք»։ Ըստ նրա մարդիկ չափազանց մեծ կարևորություն են տալիս ինքնությանը, փառքին ու արտաքինին, մինչդեռ իրականում դրանք պատրանք են։ Նա ընդգծեց, որ կյանքում ամենակարևորը սիրո եւ ստեղծագործության ուժն է, ոչ թե եսի մասին պատկերացումները։ Լրագրողը շփոթվել էր։ Նա չէր հասկանում արդյոք Ջիմը լուրջ է ասում, թե պարզապես կատակում է։ Համացանցում սկսեցին տարածվել տեսանյութեր, որտեղ մարդիկ պնդում էին, թե Քերին խելագարվել է կամ փորձում է բացահայտել ճշմարտությունը։ Պետք է նշեմ, որ նա վերջերս խոսեց նաև Հիսուսի մասին։ Քերին ասաց, որ Հիսուսի կյանքը, մահը եւ հարությունը ցույց են տալիս, որ տառապանքը կարող է վերածվել փրկության։ Նա հիշեցրեց Հիսուսի խոսքերը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը»։ Ու մեկնաբանեց, որ սա նշանակում է իրական ազատությունը գալիս է սիրուց եւ ներողամտությունից։
Ըստ նրա մենք հաճախ ընկնում ենք վախի ու մեղքի մեջ, բայց Հիսուսի օրինակն ապացույց է, որ ներողամտությունը հաղթում է ամեն ինչին։ Այս ամենով հանդերձ Ջիմ Քերին Ցեզար մրցանակաբաշխությունից հետո հրապարակայնորեն արձագանքեց կլոնավորման մասին տարածված լուրերին։ Նա պարզաբանեց, որ իր արտաքին փոփոխությունները բնական են, կապված տարիքի, առողջության եւ կյանքի փորձառությունների հետ, եւ որ ինքը պարզապես անցել է փոփոխության ճանապարհով։ Ահա այսքանն էր մեր այսօրվա հերոսի Ջիմ Քերիի մասին պատմող թեորիան։ Իսկ մենք ցանկանում ենք ասել, որ անկախ ամեն ինչից, մենք միշտ սիրել ու սիրելու ենք հումորի արքային Ջիմ Քերիին։ Իսկ դուք կարող եք միանալ մեր ալիքին, լայքել եւ գրել մեկնաբանություններ։ Ինչ եք կարծում, դա իրական Ջիմ Քերին էր, թե նրան իսկապես կլոնավորել են։ А знаешь, от чего я устал, Гарри? Устал постоянно перебиваться в этой жизни. Я до смерти устал быть никем. Но больше всего я устал от того, что у меня никого нет.